Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում իմ տունը քո տունն է հաղորդաշարի հերթական թողարկումն է եւ այսօր իմ հյուրն է Արցախցի ժողովրդական դերասան Քաջիկ Հարությունյանը։ Ողջույն պարոն Հարությունյան։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ եւ ինձ համար պատիվ է զրուցել մի մարդու հետ, ով երկար տարիներ Արցախում արարել է, ստեղծել է, մշակույթի մարդ է եւ ձեր մասին այնքան լավ բաներ են ասել, որ ուղղակի շատ հաճելի է ձեր հետ զրուցելը։ Զգացված եմ։ Պարոն Հարությունյան, քանի որ դուք 88 թվականները ավելի լավ կհիշեք, երբ Արցախում այդ միացումը կարգախոսով սկսվեց այդ Ղարաբաղյան շարժումը, կուզեմ գնանք հենց 88 թվական եւ այնտեղից գանք, երբ որ Արցախում արցախցիները պահանջում էին միացում, ինչ եք հիշում, ինչ կասեք։ Շատ լավ։ Ես ոչ թե 88 թվից, նրանից առաջ կասեմ, որ ինչ է եղել։ Նրանից առաջ, այսինքն մինչև 88 թիվը այդ խմորումները կար Արցախում։ Երիտասարդական ինչ-որ խմբերով, ինչ-որ թռիցիկներ էինք տարածում, մարդկանց մեջ ծածուկ ժողովներ էինք անում, այն ժամանակվա ԿԳԲ-ն ընկած էր երիտասարդների ետևից եւ այնպես է պատահել, որ ես էլ որպես երիտասարդ մասնակցում էի եւ հիմնականում այդ խմբերը կազմակերպում էին թատրոնի երիտասարդները, որովհետեւ մշակույթի մարդիկ էին եւ շատ հիանալի Ժաննա Գալստյանի հետ միասին, ասենք թե շատ էր, բայց ճանաչված է Ժաննա Գալստյանը, դրա համար եմ ասում։ Միասին ուրեմն խմորումներ էինք անում, թռուցիկներ էինք տարածում, մարդկանց մեջ հենց հայրենասիրական ինչ որ թեզեր էինք ներշնչում։ Անգամ պատահել է այնպես, որ մի անգամ անվտանգության ծառայությունը հավաքել է բոլոր երիտասարդներին եւ ասել նայեք, այդպիսի բաներ չանեք, մենք եղբայրական Ադրբեջանի հետ նորմալ վիճակում ենք, նորմալ հարաբերությունների մեջ ենք, այնպես որ կարիք չկա այդպես ազգամիջյան հարաբերություններ մտցնել այդտեղ եւ այլ։ Բայց գնալով տեսանք, որ չէ, արդեն հատկապես Ստեփանակերտում հիվանդանոցում փաստորեն բժիշկների կեսից ավելին արդեն ադրբեջանցիներ էին։ Ես ինչ իմանամ, ինչ որ պետական հիմնարկություններում ղեկավարներ էին նշանակում, երրորդ, չորրորդ մարդիկ ադրբեջանցիներ էին։ Մի խոսքով քաղաքում եւ ուզում էին հələ բաներ տեխնիկոմ, այն ժամանակ տեխնիկոմ էր, հիմա քոլեջ է կոչում։ Տեխնիկոմներ էին ուզում բացել ադրբեջաներեն, դե բնական է ադրբեջաներեն ռադիոն կար, մի քանի ժամով, մի երկու ժամով ադրբեջաներեն ռադիոն Ստեփանակերտում միշտ կար, հեռուստատեսություն էին ուզում բացել եւ այլ, տեսանք որ չէ, սրանք արդեն Նախճիվանի օրն են ուզում մեզ գցել եւ կամաց մարդիկ արդեն ուշները հավաքեցին եւ սկսեց Արցախյան շարժումը, արդեն տեսանք, որ չէ, ախր այսպես չի լինի, հնարավոր չէ այսպես, մի խոսքով մեկ Նախճիվանի օրը կընկնենք, այն ժամանակը լա։ Եվ սկսեց Արցախյան շարժումը եւ մի բռունց կազմեց ամբողջ ժողովուրդը, սկսեցին ազգային դեպուտատները հավաքվել, ժողովներ անել, մի խոսքով ես դրանց չեմ մասնակցել ճիշտ ասած, բայց կողքից նայում եմ էլի։ Հետո միտինգների ժամանակ ելույթներ էինք ունենում, թատրոնի դերասանները ելույթներ էին ունենում հայրենասիրական թեմաներով, ինչ որ հետո դրանից բացի հայրենասիրական թեմաներով, շրջաններով հիմնականում ես եւ մեր այսօրվա Հայաստանի Հանրապետության վաստակավոր դերասան Սամվել Բաղինյանը միասին ուրեմն պոեզիայի բան ենք սարքել, թատրոն Սուրեն Քոչարյանի անվան եւ շրջում էինք ամբողջ Ղարաբաղի գյուղերը եւ այնտեղ պատկերացրեք ամբողջ ժողովուրդը ինչպեսի ընդունելություն խոսքի կարոտ էր, խոսքի հայրենասիրական խոսքի կարոտ էր։ Շիրազը էինք արտասանում, Թումանյանը էինք արտասանում, Սևակ, մի խոսքով հայ նշանավոր գրողների ստեղծագործությունները եւ պատկերացրեք երկու անգամ ամբողջ Ղարաբաղով երկու անգամ շրջել ենք նոր ծրագրով միասին։ Ես գոհ եմ մեր արածից, որովհետև մենք էլ մեր հերթին, մեր լուման ներդրեցինք այս ազգի բռունց կազմելու դրանից բացի թատրոնում ես քանի որ թատրոնում եմ աշխատել երկար տարիներ
արդեն 60 տարի է, 60 տարի թատրոնում աշխատում էի, երկար տարիներ թատրոնում լինելով մենք ներկայացումներ ենք բեմադրում հայրենասիրական թեմաներով, ամենից կարևորը հայրենասիրական թեմաներով ներկայացումներ ենք բեմադրում եւ ժողովրդին ոգին հայրենասիրական այդ շունչ ու հոգին ներշնչում էր մեր երիտասարդներին եւ մեր տղաները կարողացան ինչպես ասեմ ազատագրել այն տարածքները, որը իրոք Արցախինն էր, արցախցիությունն էր եւ որ ասում են աղդամ բան, նենց ինչի են գնացել մենք Աղդամի վրա աչք չունեինք ոչ մի ժամանակ։ Մենք ուղղակի Աղդամը վերց ազատագրել էինք բուֆերնի զոնա սարքելու համար, որովհետև այնտեղից կրակում էին Ստեփանակերտի վրա։ Դուք պատկերացրեք այն ժամանակ եկել թուրքը եկել հասել էր միջև ցեղծերոն կոչում մեզ այնտեղ համարյա քաղաքին մոտ եկել հասել էին այնտեղ շրջապատել էին համարյա, բայց մեր տղաների այդ ջանքերի շնորհիվ, այդ հերոս տղաների շնորհիվ նրանց արյան գնով կարողացան հետ շպրտել թուրքերին եւ խաղաղություն բերել Արցախին։ Խաղաղություն բերել, իհարկե 30 տարի խաղաղության մեջ էինք։ Ամենայն դեպս 30 տարի պատերազմ չկար, չգիտեմ թե այդ ընթացքում ինչ կլներ որ չի եղել, դա արդեն ես չեմ կարող ասել, դա քաղաքական բաներ, որից դրանց մեջ չեմ մտնում հիմնականում։ Եվ ուզում եմ ասել, որ մենք մեր կողմով, մեր բանով կարողացել ենք ժողովրդի մեջ հայրենասիրություն քարոզել, ներշնչել նրանց եւ հայի պատիվը միշտ բարձր պահել, հայի անունը միշտ բարձր պահել, դա է կարևորը։ Ես դա եմ հաշվում, համարում, որ ես միշտ հպարտ եմ եղել, որ հայ եմ։ Միշտ հպարտ, ամեն տեղ էլ ասել եմ ինձնից բացի լավ մարդ, որ գիտես ինչ եմ լավ, որովհետեւ ես հայ եմ։ Ինչի եմ այսպես անում, որովհետև ես հայ եմ։ Ինչի եմ այս քայլին գնում, որովհետև ես հայ եմ։ Եվ ես միշտ էլ հպարտացել եմ, որ հայ եմ։ Պարոն Հարությունյան, այդ ամբողջ ընթացքում հայրենասիրությամբ մենք մեր սերունդներին սնել ենք, պատրաստել ենք եւ այն որ մեր զինվորը հայրենի հողը սիրող է, մեր ժողովուրդը իր հայրենիքը սիրող է եւ նվիրված է, դրա վկայությունն ու ապացույցն էր նաեւ 44-օրյա պատերազմը։ Բայց արի ու տես, որ 44-օրյա պատերազմում մենք կորցրեցինք մեր հայրենիքից որոշակի հատված, բայց դուք չեք կարծում, որ նույն հայրենասիրական ոգին, հայրենապաշտությունը կար, պարզապես մենք ոչ թե զինվորը չկռվեց, այլ մենք դավաճանվեցինք թիկունքից։ Դուք շատ ճիշտ եք ասում, եւ դա ապացուցված փաստեր է։ Ես չեմ էլ կարող դրան հերքել, հաստատ, որ այդպես է մեր զինվորը կռվել է, դրանցից մեկն էլ իմ տղան է եղել, իմ հարևանի տղան է եղել, իմ բարեկամն է եղել, շատ մի խոսքով բոլորին ես գիտեմ շատ-շատերը որ իրար չեն վերադարձել այդ կռվից, շատ-շատերը գերի են մնացել, շատ-շատերը վիրավորվել են, շատ-շատերը անհատ կորացել իմ հարազատներից։ Ես դա լավ գիտեմ եւ միաժամանակ գիտեմ, որ սա այս պատերազմը պարտադրված չէր արդեն մեր կողմից։ Այս պատերազմը թուրքերի կողմից էր պարտադրված։ Որովհետև նրանք էին ինչ որ պայմանավորվածությամբ կամ ինչ որ բանով կարողացել են թե այս պետության ղեկավարն ասում է եկեք պայմանավորվենք, ինչ էլ որ լինի, մենք մեզ պարտված չենք հաշվում։ Ասա ղեկավարի խոսք է։ Ուրեմն նա գիտի չէ որ սկզբից անպայման պետք է պարտվեն, բայց եթե այդպես է ինչու այսքան զոհեր տվեցին։ 3 օր հետո որոշեցին որ զինադադար հաստատեն։ Ինչու չհաստատեցին։ Ինչու խոսք տվին, ասացին բերեք հաստատեք, ասաց չէ, պիտի կռվենք։ Ինչի պիտի կռվենք։ Այս վերջում էլ պարզվեց որ դե այդքան զոհ պիտի տայինք որ Արցախը հանձնենք, թե չէ հնարավոր չէր։ Առանց զոհ տալու որ հանձնենք, ասեն դավաճանեք եւ այլն։ Այսպիսի խոսակցություն եղել է թե չէ։ Հաստատա թե չէ սրանք։ Դե ես իսկ ինչ վերաբերում է այդ 44-օրյա պատերազմին։ Մենք եղել ենք քաղաքում։ Մենք չենք իմացել թե պատերազմը կսկսվի թե չէ։ Գիրակի օրեր, բոլորս քնած, մեկ էլ դե ոնց ասեմ, սա պետք է մարդ տեսնի իր աչքով։ Այդ բան հոտառությունը զգա, վառոդի հոտա։ Այդ ձայնը, այդ բանի ռումբի ձայնը իրականջի մեջ լինի, որ կարողանա պատկերացում կազմել էլի, թե չէ հերվից ասում ենք կինոյի նման ասես, նայ մեկը պայթեց, տրակեց, մարդը մահացավ, այդպես չի, դա լրի մեր աչքի առաջ է, լրի մեր աչքի առաջ, որ ոնց են վերացնում
մանավանդ այս վերջի ժամանակներս, այս վերջի պատերազմից, որ շրջափակումից հետո եղավ։ Հետո դրան էլ կգանք։ Ուզում եմ ասել, ոչ մեկը չէինք իմանում, թե դրանից մերոնք սկի պատրաստել չէին այդ ժամանակը, ոնց որ Գերմանիան օգտադրուժ հարձակվեց սովետական միության վրա, այնպես էլ Ադրբեջանը օգտադրուժ առանց ոչ մի բանի հարձակվեց Արցախի վրա, բայց ոչ մենակ Ադրբեջանը, Թուրքիայի հետ միասին, Պակիստանի այդ բանը այդ նայոմնիկները, բանը լրիվ հավաքված գլուխ կտրող մարդիկ եւ այլ մի խոսքով։ Ես չեմ հասկանում, այդ ոնց եղավ, ինչպես եղավ, որ այս եւ ափսոս Արցախը, ափսոս Ղարաբաղը, ափսոս այն բնությունը, այն գեղեցկությունը, ես բնության մարդ եմ։ Իմ ազատ ժամանակը լրիվ անց եմ կացրել բնության գրքում։ Եթե անգամ հաստատ գիրակի օրերս եղել եմ անտառներում, դաշտերում, իմ գիրակի օրերը։ Իմ դերերը երբ սերտել եմ լրիվ դաշտերում, մենակ իմ գրպանում դերս դրած, գնում էի մեկ էլ ես բարձր խոսում էի, հանկարծ մեկը պատահում էր, ասում էր, ես մարդ խելագար է, ինչ ինքը բարձր խոսում։ Էլ չի իմանում, որ դերս եմ սերտում։ Էլի մի խոսքով, շատ այդպիսի դեպքեր պատահել են, հետաքրքիր դեպքեր եղել են, մի խոսքով։ Ուզում եմ ասել, այս պատերազմը որ սկսվել է, ոչ մեկս չենք իմացել, ոչ մեկս էլ սկի պատրաստել չէինք։ Այդ ցավը դա էր, որ պատրաստ պիտի լինեինք։ Այդ է կարևոր։ Պատրաստ պիտի լինեինք։ Չնայած դրանից հետո մերոնք գնացին, ամեն ինչ արան, եղան, ստացվեց, բայց եղավ այն ինչ եղավ։ Այնքան զոհեր տվեցինք, այնքան երիտասարդներ, այնքան ջահել տղերք, որ պիտի ամուսնանային, ազգը բազմացնեին, շատացնեին, ես ինչ իմանամ, շենացնեին, Հայաստանը, Արցախը միացնեին, միավորվեին, մի հզոր պետություն սարքեին, չնայած փոքր տեղով, բայց եղել է Հայաստանը հզոր, իր փոքր տեղով, եղել է հզոր պետություն, եղել է։ Հնարավոր էր, չէ կարելի էր այդքան անել, բայց ինչու չարի, ինչու հիմա այսօր ադրությամբ այն որ ասում դադարգուն ընկած մարդիկ, այս Արցախի հայերը լրիվ ծրված աշխարհով մեկ, ոչ թե Հայաստանով մեկ, աշխարհով մեկ ծրված են, որովհետև ինչ անես, ուրիշ ճար չկա, մեկը ես այդտեղ Վարշավայում եմ ապրում, փաստորեն Երևանում, Վարշավայում ապրում, 350 տալիս էի 1000 Հիմա այն 50,000 անոնցները նա կտրել են արդեն, համարյա կտրել են, տալ չի լինելու։ Հիմա բանը դոնը իջեցրել է այդ տանտերը, իջեցրել 300,000-ը դարձրել։ Աշխատող մարդ չկա, բան չկա։ Հիմա չես իմանում, ես թոշակ եմ ստանում, թոշակը տամ ընդեղ տանը տամ, թոշակը ուտելու տամ, թե մի խոսքով շատ վատ վիճակ է, շատ։ 44-օրյա պատերազմին ասացիք, որ Ստեփանակերտը չեք լքել։ Ավարտվեց պատերազմը, դուք ինչ էիք կարծում, արդեն 5 տարի, արդեն համաձայնագիր էր կնքվել, որ 5 տարի ռուս խաղապահները այնտեղ են լինելու, ապահովություն զգում էիք, թե կասկածում էիք, որ կասկածում, ոչ մի ժամանակ չէին կասկածում, որտեղ շատերը որ եկել էին Երևան, հետ դարձան հենց դրա համար, որ ռուսը ասել է, ես թիկունք եմ կանգնում, գարանտ եմ կանգնում, եկեք նորմալ ապրեցեք։ Եվ գնացին առաջի տարին նորմալ ապրեցին, երկրորդ տարին չգիտեմ ոնց եղավ, երրորդ տարին էլ չգիտեմ ոնց եղավ, այնպես եղավ, որ ռուսը մնաց զաբարտում այնտեղ, որովհետև ստեղ Հայաստանի ղեկավարը կանգնեց, ասեց Արցախը բանա, Ադրբեջանա, ասենք Ղարաբաղը Ադրբեջանա, ռուսն ասեց դե որ Ղարաբաղն Ադրբեջանա, ես էլ զորքս տարել եմ այնտեղ 5 տարով տարել եմ այնտեղ, հիմա որ այնտեղ հայ չկա արդեն, էլի վարդ։ Ես այնտեղ մնում եմ ինչ անեմ։ Բայց ռուսի սխալը գիտեք որն էր, որ մեզ հուսախապարեց։ Հուսախապարել մեզ եւ դա ես ռուսին չեմ ներում, ես որպես անձ։ Այդպես չպետք է լիներ։ Նա եթե մեզ գարանտ է վերցրել, տարել մեր ապահովությունը, որ պիտի ապահով էր մեզ, բանով այ դա չգիտեմ ոնց եղավ, ինչ եղավ, դա արդեն էլի գալիս է Հայաստանի ղեկավարներից։ Ես լուրջ եմ ասում։ Իրենք ռուսը ոչ մի բան չէր կարող անել առանց սրանց։ Սրանց հետ միասին են, ինչ արել են, միասին արել են եւ ինչ անում են առաջում հələ ոնց որ թե միասին են անում եւ դա շատ վատ է։ Ինձ դուր չի գալիս այդ բանը։ Դուր չի գալիս այս ղեկավարության քայլերը, կատարած քայլերը Հայաստանի ղեկավարության մասին խոսքս։ Նրանց կուսակցության արտահայտությունները, նրանց թեզերը, նրանց մտածելակերպը, մի խոսքով ինձ դուր չի գալիս, չգիտեմ, ինչի է այդպես, բայց ես չեմ հավատում, որ սրանք կարող է Հայաստանը, փաստորեն հիմա Հայաստանը գլորված գնում է դեպի ձորը, եթե չի գնացել արդեն։
գնալով ձնագնդի նման բան է, էլի, արդեն ավելի արագանում է։ Եվ այսպես արագանալով գնա թե մի հատ խաղաղության փաստաթուղթ վերցնի, մի թուղթ վերցնի, ասի խաղաղություն, թուրքը ոչ մի ժամանակ, ես դա ինչի եմ ասում, որովհետև թուրքերի մոտ մենք ապրել ենք, գիտենք։ Թուրքը չպիտի թողես քո հետևից, թուրքի առաջի չպիտի գնաս, դե հետևից խփելու է ինքը։ Եթե կռասար ջուր խմեցիր, թուրքը կանգնած, հաշվի օրինակ արդեն սպանված ես այնտեղ։ Թուրքը խփում է քո հետևից, միշտ է խփում։ Միշտ է խփել, որովհետև իրանք այն որ ծնվում են, այն ժամանակ վեց լա մանկապարտեզից նրանց սովորեցնում են հայատյացություն։ Թուրքերը այդպես է։ Ես դա փաստեր գիտեմ եւ ինձ անգամ թուրք է պատմել, ինձ թուրք պատմել է, որ ասում է, այ այսպես, մեզ մոտ սենց է, էլի սենց է, դե հիմա ինչի եք նեղանում, ասում է։ Ես մեղավոր չեմ, ասում է, ուղղակի մեր դրվածքը այսպես է։ Ես դպրոցը սովորել եմ Շուշի եմ սովորել դպրոցս եւ ինտերնացիոնալ է եղել։ Գիշերօթիկ դպրոց է եղել Շուշի։ Մեզ մոտ դպրոցում կեսը թուրք է եղել, կեսը հայ։ Այսինքն միջև 8-րդ դասարաններ էլի, միջև 8-րդ դասարան ադրբեջանական սեկտոր էր եւ հայկական սեկտոր էր եւ դիրեկտորն էլ տնօրենը հայ էր, իհարկե ոսմասվարն էլ թուրք էր, ադրբեջանցի էր։ Եվ ամեն իրիկուն մենք երեխաներով հայերս թուրք երեխաների հետ կռվում էինք ամեն իրիկուն պատկերացնում եք այս ուսուցիչը գալիս է ուսուցիչն տնօրենը գալիս է դեղեր ջան ամոթա մի արեք ասма բա ես ինչ պատասխան պիտի տամ սրանց ասма բա իրար լավ վերաբերվեցեք իրար հետ մի խոսքով անցելատարիներ այդ թուրքին մեկին ես Կիրովաբադում Գանձակում հանկարծ տեսել եմ հյուրախաղերի ժամանակ Այս տղան հերվից թշնամի ենք իրար, ոնց որ հերվից եկել է, գրկել է, ինձ ասում է, չէ, բա ոնց է, գնանք տուն, ասում եմ, չէ, հյուրախաղերի եմ, չեմ կարող էլի ես, բա ինչ անեմ, ոնց հյուրասիրեմ քեզ ռեստորան, ամեն օր 15 օր մնացի այնտեղ, 15 օր ամեն օր տարավ ռեստորան է տղել։ Ուզում եմ ասել, սենց լավ մարդիկ էլ կային, չեմ ասում, թե թուրքերը, բայց նրանց գաղափարախոսությունը լրիվ ուրիշ է, նրանք ուզում են, որ ընդհանրապես հայ բառը, հայ մարդ ընդհանրապես գոյություն չունենա աշխարհի երեսին։ Այդպես է, որովհետև Աթաթուրքի բանն է, ծրագիրն է, միշտ կատարում են։ Եվ ինչ էլ որ մեր այս ղեկավար կոչեցյալը, ինչ էլ որ ասի, ինչ էլ որ անի, մեկը ինքը չի իմանում, ինքը ուղղակի ինչ-որ պատվեր է կատարում, չգիտեմ, թե ինչ պատվեր է, դա արդեն իր գործն է։ Համենայն դեպս ես այդ կարծիքին եմ։ Պարոն Հարությունյան, շրջափակման օրերին ինչ էիք անում։ Մի քիչ պատմեք շրջափակման օրերին ընդհանրապես Ստեփանակերտում ինչ էր կատարվում, ինչ վիճակ էր։ Դուք պատկերացրեք, լսել եք Լենինգրադի շրջափակումը բաները, երևի լսած կլինեք։ Այդ դրա նման մի բան ա եղել։ Եթե մի քիչ էլ մնա, մենք արդեն, եթե մի քիչ էլ մնար, հնարավոր է որ ասենք կատու ուտեին, օրինակ եմ ասում, չնայած դրան Աստված չանի որ հասնի, կամ շուն ուտեին, կամ եւ այլ, էլի, սենց։ Բայց այդ շրջափակումը ես ասեմ էլի իմ աչքի առաջ ա եղել եւ ամեն օր էլ ես տեսել եմ։ Հա, դել ասեմ, շրջափակման ժամանակ մեր թատրոնը, որ Վահանն ասում էր էլի, մեր թատրոնը շրջափակման ժամանակ ներկայացումներ ա բեմադրել։ Այն մարդկանց դահլիճները լցվել է, դահլիճները եկել դահլիճը լցվել է հանդիսատեսով, ծաղկե փնջերով, բանով, հասկանում եք, այդ շրջափակում է, պատկերացրեք։ Եվ ուրախությունից վերջում ծափահարություններն է, եւ ինձ ծաղկե փնջերն է, այս ներկայացումներ այլի հայրենասիրական թեմաներով ներկայացումներ են, լավներ, մանկական ներկայացումներ, երեխաների համար ուշադրություն շեղել։ Մենք փաստորեն մեր գործը կատարել ենք, մեր գործը 150%-ով կատարել ենք։ Շրջափակման ժամանակ, նոր տարվա ժամանակ, նոր տարին որ եղավ, թատրոնի տնօրենը ուրեմն Երևանից Մոսկվայից մինչև Երևանով էլ էսենց չեմ անում, քանի հազար երեխաների համար նվեր ա բերել տվել։ Շրջափակում ա, նվեր ա ռուսների միջոցով բերել ա տվել, մենք նոր տարի ենք այնտեղ խաղացել։ Ես էլ Ձմեր Պապեի նվերները ես էի բաժանում։ Պատկերացրեք, շշմելու բաներ, ում ասես չէր հավատա։ Այնտեղ բենզինի պակասություն կար, այնտեղ ուտելու պակասություն կար, այս մեկ, բայց երեխաները գալիս էին, ոնց որ թե թատրոնի ներսը մի ուրիշ աշխարհ էր, կապ չուներ շրջափակման հետ։ Բայց որ գնում էինք տուն արդեն, հələ միջև այդ փորձերի ժամանակ դերասանը ուշանում ա օրինակ։ Ընկեր դերասան, մեզ մոտ էսի բան չկար, մեզ մոտ դիսցիպլինան նորմալ էր, էլի։ Ինչի ես ուշացել, բա հացի հերթում էի, առար չէ, չհասավ։ Ամբողջ գիշեր
մարդը ոչ թե մենակ դերասանում, ժողովուրդը գնում էին հացի հերթի, ամբողջ գիշեր փուրերի մոտ կանգնում են։ Ես ասեմ 200-300 հոգի այլ շատ թաղել էսենց։ Դուք պատկերացրեք գալիս են հացը թխում են, բաժանում են մի 50 հոգու հասնում է, մնացածը առանցած գնում են տուն։ Որտեվ ալյուրը չի հերիքում, քիչ է։ Հետո նորից որոշեցին, տեսան որ չի, հնարավոր չի ժողովուրդը սովից արդեն չեն կարողանում, հետո սկսեցին կտրոններ բաժանել, կտրոններ։ Մի մարդուն տալիս էին կեսացն էլ անոմա 120 գրամ, 120 գրամ։ Այդ 120 գրամը որ բաժանում ես 3 մասի, առավոտ կեսօրի կունը, մոտ 50-60 գրամ տենց հասնում է էլի ամեն ուտելու։ Մարդ գնում է հերթ կանգնում, բանով էլի չնայած կտրոնով ավախնում են թե հանկարծ չհասնի իր կեսացը, եթե մի հոգի է։ Դու պատկերացրու այնտեղ մարդիկ կանգնած ինքը կեսացի համար հերթ է կանգնում, միջև հերթը հասնի։ Հանկարծ հասնում է իրան, հացը չկա։ Հացը կտրվել է, չկա, ասինքն վերջացել է։ Նորից հաջորդ անգամ հաջորդ օրն է գալիս։ Գնում են սակագրում են, ես ինչ իմանամ, հետո արդեն մարդիկ այնքան արդեն սկսեցին գազանանալ արդեն։ Հասկանում եք, այդ սովը ամեն ինչ անում է էլի, հետո սկսեցին արդեն մեկը մյուսին վիրավորել, սկսեցին, ես ինչ իմանամ, արդեն ինձ համար տհաճ երևույթներ տեսա ես արդեն այնտեղ, տեսա որ մեկը գալիս է հերթ կանգնում, իր հարևանին բերում է առաջը գցում, մի հարևանը էլ մեկին է բերում առաջ գցում, այն առաջի կանգնած հերթը մնում է վերջա գնում, իրան հաս չի հասնում, այստեղ արդեն ուժի հարց էր, հետո մեկ էլ տեսար արդեն բա չեղավ, այդ մեկն էլ չստացվեց։ Մի խոսքով տհաճ բաներ, հետո դրանից բացի ալյուր որ վերջացավ, հետո մտածեցին ինչ անեն, ոնց անեն, այն բան կա, թեփ որ խոզն են տալիս, այն թեփը ալյուրի հետ մի քիչ խառնում էին, ուտելուց կոկորդուտ մքերում էր սենց։ Չնայած քիչ էր, բայց բոլոր դեպքերում հացի կտորա էլի։ Հետո բանը պեսոկ, շաքարավազը կիլոգրամը 55,000, կիլոգրամը 5,000 դրամով ես իմ ռուսներից մի կողմի մի կերպ բերում տալիս էին, բանը կարտոֆիլը, ինչա կարտոֆիլը եղած է, ինչա որ 2000-3000 կիլոգրամը։ Դե խնձորի մասին էլ չեմ ասում։ Ես ինչ իմանամ, երեխաներ են ուտել են ուզում, պետք է, հնարավոր չի էլի այդպիսի բաներ որ ախր, հետո ծնողները շատերը արդեն սկսում են հիասթափել են Իրանից, ասում երբ կլինի ճանապարհը բաց են դուրս գամ, ստեղից գնամ, չի լինի այսպես, երեխա սովածանում, շատ հենց դրա համար։ Հետո պանիկան շատ վատ բան է էլի, որ մարդ պանիկայի մեջ է անգնում։ Դա ամենից վատ բանն է, մարդ պանիկայի մեջ չպետք է ընկնի։ Մեկը մյուսին լսելով, սենց արդեն մեկ էլ տեսար, ես օրինակ ոչ մի ժամանակ մտքովս չէր անցնում, որ Ստեփանակերտից դուրս գամ։ Չէր անցնում, սկի այ հիմա էլ այնքան ափսոսում եմ որ դուրս եմ եկել, ասում եմ ոչինչ, թող մի 1000 հոգուս սպանեին, նրանցից մեկն էլ ինձ սպանեին, ինձ այնտեղ թաղեին, Ստեփանակերտում թաղեին, Արցախում թաղեին, իմ հողում թաղեին, իմ պապերի կողքին թաղեին, քան թե ես մնամ դուրս գամ, պատկերացնում եք վիճակը։ Այն ժամանակ տենց էր էլի, հետո տեսա որ չէ, բոլորը գնացին, մնացին սենց ասին, ես ինչ ավերա, ես շենքի պահակն եմ, ինչ եմ, շենքերում արդեն մարդ չկար, վերջի մարդկանցից մեկն են, որ դուրս ենք եկել էլի մենք ընդդրից, ուզում եմ ասել, սենց վատ վիճակ, այս շրջափակումը թշնամուն չէի ուզում, լուրջ եմ ասում, վատ բան է շրջափակումը, շատ վատ բան, շատ։ Բայց ես հիշում եմ մինչ սեպտեմբերի 19-ը միջև այդ հայաթափումը Արցախում անգամ հարսանիքներ եղան։ Դե դրա մասին խոսք չկա։ Մենակ հարսանիքները չէր, ծնոտները, կնոկները, ամեն ինչ տեղը անում էին, ասում ենք իսկականից էլի չէինք պատկերացրել, որ այդ վերջում, այդ բանից հետո, շրջափակումից հետո, այս պատերազմը կլինի, այս ահռելի, այս զզվելի պատերազմը կլինի, այս պատերազմը մի ուրիշ բան էր։ Մեկ օրյան այդ աստիճան տպավորություն է թողել։ Այո, այդ օրը ես ուրեմն էլի քաղաքից դուրս փոքրիկ բոստան ունեմ, միշտ գնում էի այնտեղ լոբի բան ցանում ենք, շրջափակում այլ ախր, պիտի հայթայթ ենք ինչ-որ բան, կանաչ ենք ցանում եւ այլ ասած, գնում էի որ լոբից ջրեմ։ Ճանապարհին իմ ոստանի հարևանները պատահում են, գալիս էին, ասում այս օրը ցերեկով ուր եք գնում, հլա գործ կանելու այնտեղ ասում։ Ինչ ես խոսում, ասում, ուր ես գնում, ասում ոստան եմ գնում։ Հետ դար, թուրքերը գալիս են։ Այս ինչ թուրք են գալիս, ինչ ես խոսում։ Կարծեմ եմ կատակում են, ասի դե թուրքերը գալիս են, ես էլ գնում եմ իրաց դիմավոր եմ, էլի։ Ու գնացի։ Իրանք լուրջ են ասել, ես կատակ եմ ընդունում, բայց գնացել եմ ոստան։
Գնացել եմ շորերս հանել եմ, այն բոստանի շորերը հակել, որ մտնեմ մարգը պետք է ջրեմ, մեկ էլ այդ ռումբը ստեղ պայթին, բոստանի 4 կողմը, հա պատկերացնում, անտառը, բան, սա ոնց որ կարկուտ 10 վարկյանը 1, 10 վարկյան էլ եմ շատ ասում, 5 վարկյանը 1, բոմ, այսպես։ Ասի պատկերացրել, ասի, վայ, քաղաքը ուրեմն հողին են հավասարացրել, որտեղ չի լինի այսպես կամ բան։ Եվ պատկերացրեք մի ամբողջ օր, մի քիչ դադարեց, ուզում եմ շորերս հագնեմ, բարձրանամ վերև, բլրի վերև ընդդրեց քաղաքներիում, էլի, տեսնեմ ինչ ա կատարվում, ուզում եմ շալվարս հագնել, բաներ ասած, մեկ էլ այս որտեղ բեսեդկա ասա դրած, բոմ, ասնեղ կողքին, սենց անում բեսեդկա։ Մի խոսքով ասի լավ, վсё ուրեմն վերջ, բրծավ, էլ արդեն արաբա, բան երևի ամեն ինչ վերացավ։ Մեկ էլ տեսնեմ տղաս եկավ, ասում այ դու ինչ ես անում, ստեղ բան ասում, չես հասկանում, որ ուստեղ խառնած, աշխարհս խառնվել է իրար բան։ Ասի քաղաքը ոնց է քաղաք, ասում քաղաքին բան չի եղել, ասում քաղաքին էլ 5 տեղ են խփել, 4-5 տեղ են խփել քաղաքին։ Մեկ խփել են բանին, շտաբին, մեկ խփել են, ոչ մի քանի տեղ կարևոր տեղեր խփել, գիտեին էլ այստեղ, որտեղ զինվորականներ կան։ Մնացածը քաղաքի 4 կողմն են խփել, սենց ավելի վախեցնելու համար, ժողովրդին սրտաճաքանելու համար մի խոսքով։ Շուտ արա գնում ենք։ Կարծում եմ մեքենայով է եկել։ Ասի բավրա մեքենա։ Ինչ մեքենա, ես ժամանակ մեկ մարդ մեքենա դուրս կանի։ Ինքը բաներով է եկել, տեղերով։ Ոչ, վազելով մի կերպ գնացին քաղաք, հաջորդ օրն էլ եկավ, դրանից հետո արդեն դադարեցրին այն պայմանով, որ ժողովուրդն էլ արդեն պատրաստում էին դուրս գալ։ Մեկ էլ մի շատ տհաճ երևույթ ինձ համար պատահեց, որ տեսա լրիվ բանում աղբանմաններում արդեն տեսամ բանը շորեր են վառում, զինվորական շորեր են վառում, հետո բրոնեժիլետներ են վառում, ես ինչ իմանամ դոկումենտներ են վառում, ինչա, ասել են, որ բռնելու են, սենց են անելու, մի խոսքով են տհաճ էր, ինձ համար տհաճ երևույթ էր դա։ Ինչու դու քո մեդալը տանես շպրտես կամ ինչ որ վախից շատերը վախից տենց էին։ Դե եղավ են ինչ եղավ, եւ էլի եմ ասում, գիշերները հիմա ես այդտեղ ես արդեն 2 տարին լրանում եմ։ Ոչ մի ժամանակ չեմ կարողանում գիշերները, որ հանկարծ արթնանում եմ, աչքիս առաջ մեր քաղաքն է, մեր գյուղերն է, այն գյուղերը, որ ես 60 տարի անընդհատ շրջել եմ այդ գյուղերում եւ համարյա ամեն գյուղում, չեմ ասում բարեկամ, ծանոթներ ունեմ, մոտ ընկերներ ունեմ ամեն գյուղում։ Շատերին անունները ճիշտ է, չեմ հիշում, մոռացել եմ, բայց հիմա էլ որ մեկ Երևան պատահում ենք, գրկախառնում ենք իրար, արտասվում ենք ուրախությունից, որ իրար պատահել ենք։ Այ սենց վիճակ, սենց ինչ ասեմ, զարհուրելի տենց բաներ, ես շատ եմ ափսոսում, որ Արցախը այսօր կորսված է, շատ եմ ափսոսում, որ Արցախը չգիտեմ, երբ կլինի, հետ կվերադառնանք, չենք վերադառնա, եթե ես ղեկավարությունը այսպես շարունակվեց, իհարկե, դա խաչ կքաշվի 1,000,000%, չգիտեմ, պետք է ինչ որ մարդիկ կան, ինչ որ նոր ծրագրեր անեն, ինչ որ ուժեղանան, ինչ որ թուրքի քեթը մռուտը տրորեն, որ կարողանանք թե չէ շատ շուտով Նախիջևանի օրը կանգնենք։ Հիմա արդեն ընկնում ենք, որովհետև Ստեփանակերտում այն գեղեցկություն մեկ նայում ենք էլի բանով, այն գեղեցիկ շենքերը քանդում են, այն գեղեցիկ պուրակները քանդում են, այն գեղեցիկ լավ տները քանդում են, այն խաչքարերը, եկեղեցիները փոխում են, այսինչ լրիվ թուրքացնում են, լրիվ ադրբեջանական են դարձնում, որ իբրև այնտեղ հաղ չի եղել, բայց նրանք մոռանում են, որ դարեր շարունակ, հազարամյակներ շարունակ Արցախը եղել է հայկական, ոչ մի ժամանակ Հայաստանն էլ, որ էլի թուրքերը եկել էին, գրավել էին ամեն ինչ, այստեղ Ղարաբաղին ոչ մեկ չի կարողացել ձեռք տա, պատմությունն է դա ասում։ Հետո դրանից բացի Ամարաս կար այնտեղ, Դադիվանք կար այնտեղ, ամեն ինչ կար այնտեղ եւ տենց էլ թողեցինք թուրքերին, հիմա թուրքերը չեն իմանում։ Մեր պատմաբաններն էլ քնած են ոնց որ, դե չեմ հասկանում, ինչի չեն այս թուրքերին մի հատ հակադարձում, ինչի չեն ասում, այ ընկեր թուրքեր, ախր դուք մտածեցեք ինչեր եք խոսում, ինչի եք ձեր սուտը ճշմարտության տեղ աշխարհին մեկ մատուցում, չեն հակադարձում, էլի մի խոսքով։ Դե հիմա ինքը սուտը ասում, դիմացինը լսում, ասում, հայ որ չի խոսում, ուրեմն ճիշտ ասում, էլի։ Այ տենց։ Պարոն Հարությունյան, հույսը կա։ Գիտեք ինչ,
Հույսը ընդհանրապես մեր ազգի մեջ հույսը դա առաջնահերթ տեղն է։ Միշտ էլ մենք հույսով ենք ապրել, միշտ։ Դեմիրճյանի մի լավ բան ունի հայը, չեմ անում, գիտեք թե չէ, ասում է ուրեմն հայը շրջապատված է թշնամիներով, բայց էլի ինքը ապրում է, ինքը էլի հույսը դրել է ապագայի վրա, որ վերջը լավ ալնելու։ Հիմա մենք ենք, մեր հույսը դրել ենք, որ հետո ես ինչ իմանամ, կարողանանք այդ վերադառնալ Արցախ թե չէ։ Բայց կկարողանանք, ես չգիտեմ։ Այդ հարցերի հարցն է։ Եթե կարողանանք, դուք չեք պատկերացնում այնտեղ ուրիշ է։ Այնտեղի օդը, այնտեղի ջուրը, ես ինչ իմանամ, բնությունը, վերջապես մարդկությունը, մարդիկ լրիվ ուրիշ մարդիկ են, լրիվ։ Հատկապես գյուղերը, հատկապես Հադրութի շրջանի գյուղերը լրիվ ուրիշ հյուրասեր մարդիկ են, լրիվ։ Հիմա այստեղ թեզեր են տարածել իբրև, որ բանը Արցախցին հայ զինվորին ջուր չտվել, լսել եք այդ պատմությունները, չէ՞ լսել։ Դե այդ ասողին պիտի լեզուն բռնես տակից կտրես, ասես ընկեր, նախ այդպիսի բան չկա, Արցախը ջրառատ երկիր է, ամեն քայլափոխի իր նախ պոլպոլակը կա, երկրորդն էլ այդ ինչ սկի թուրքը որ թուրք է, էլի բան է տալիս, հայը որ ջուր է ուզում, ես օրինակ պատահել է, գնացել ենք ջուր ենք ուզել Թուրքիից, ինքը բաժակը տվել է, խմել ենք, ինքը բաժակը վերցրել է կոտրել, հասկանում եք, որ հայը հարամ է իրանց համար, էլի, այդպիսի բան եղել է, հա։ Ուզում եմ ասել, չեք համաչում, ինչի եք այդ սենց հարաբաղցիների մեջ, Հայաստանց ու հարաբաղցի այդ բաների սեպ խրում իրար, որ բաժան եք իրարից, ինչ է պատահել, ինչ է եղել, չեմ հասկանում, բոլորս էլ հայեր ենք, բոլորս էլ մեր երակներում հայ արյուն է հոսում, ախր չի կարելի, էլի, ես չեմ հասկանում։ Ինչ հիմա օրինակ դուք ինչ եք կարծում, ինչ է պետք մեզ բոլորիս, չենք տարանջատում Արցախցի, Գորիսեցի, ինչ է պետք հայ ժողովրդին, ինչ է հենց հիմա պետք մեզ։ Ամենից կարևորը միաբանվել, բռունց կազմել։ Եթե բռունց կազմենք, եթե մի ասեղ թելենք բոլորս, մի ասեղ թելենք, նշանակում է մենք ինչ որ միտեղ, ինչ էլի հույսով եմ ասում, ինչ որ միտեղ դուրս կբարձնենք այս անորոշ վիճակից։ Ուրիշ բան ես չեմ պատկերացնում։ Հետո մեր երիտասարդության մասին կարող եմ ասել։ Մի քիչ էլ դրա մասին խոսենք էլի։ Հիմա ճիշտ ասած ես Ստեփանագերտում էպսի երիտասարդներ չեմ տեսել, որ ոնց որ Երևանում են։ Անհոգ իրանց համար Ստեփանագերտում բոլորը քաղաքագետներ են։ Բոլորը փոքրից մինչև բեցը։ Որտեղ գնաս խոսես քաղաքականությունից են խոսում։ Բոլորը այն գրագետ, անգրագետ, ես ինչ իմանամ մեծ, փոքր, պարավ, ջահել, բոլորը տենց խոսում են, էլի։ Իսկ ստեղ ասում ես հերոստատուսությունը, բանը, այն օրը ասես, ես չեմ նայում։ Ինչի՞ չես նայում։ Պետք է։ Հասկանում ես։ Հետո բաներում նստում են այս կաֆեներում, բանում, ոտը են գցում, այն բանը վերցնում։ Կամ էլ իրիկունները, ջահել աղջիկները, տղաները, մարդը միշուն վերցրած ման են գալիս։ Ես էլ ասում եմ, այ երեխեք, այդպես չի լինի, արամուսնացեք, երեխա ունեցեք, ազգը բազմացրեք, շուն եք պահում, կատու եք պահում, տանցով, ախր չի լինի, մեծերը գնում են, մահանում են, տակից պիտի եկող լինի վերջո։ Այդ տակից եկողներ չկա, ազգն էլ գնալով կոչա գալիս, մեկ էլ տեսար, պրծավ, վերացավ։ Ինչի համար, այս մեր աշխարհի ամենահին ազգերից մեկն է, չեմ ասում դա ամենահինը, առաջի քրիստոնյա ազգը, շատ բաներ էլի, որ հային վայել է, լավ ապրելու համար, Աբովյանը լավ խոսք ունի, Խաչատուր Աբովյանը, ասում ղրաղին կանգնել է ձեռը ծոցումը դրել ցնորվետ, հիմա սրանք են, ղրաղին կանգնել են, չեն հասկանում այդ ինչա ոնց է, հետո լեզուն, հայկականությունը չենք կարողանում պահել, ինչի Երևանով գնում ես լրիվ արտասահմանյան բարերակ, ամենից կարևորներից մեկը, հայերեն չեն խոսում, մարդ զարմանում է, զարմանալ հազար տեսքակ, չի ասում, վաու, ինչ անում, ասում եմ, ես ինչ արես դու, զարմացավ էլի, վաու, զարմանալու դե,
ինչա կամ շատ բաներ, այնպեսի բաներ են լայքում ենք, սենց ինչ ենք անում, այ բալամ հայերեն բառեր չկա, հայերեն խոսեցեք, հասկանանք ինչ եք ասում, էլի, բա չէ, բա ամոթ հա չէ, բա պետք է արտասահման բան անենք, այ լեզուներով խոսենք, որ տեսնենք, հասկանան, որ մենք էլ մի խոսքով մենք օտարամոլ ազգ ենք դարել, դա էլ ասեմ, էլի, լավն էլ ասենք, վատն էլ ասենք։ Օտարամոլ ենք ինչի համար, որովհետև անուններ ենք դնում օտար, կամ թե չէ կերակուրներ ենք պատրաստում օտար լեզուների, օտար ազգերի, մի խոսքով այնպիսի բաներ, որ հայեն չես ասում, մի խոսքով հայեն չես ասում։ Մեր գենն ունենք, մեր պատմությունն ունենք, մեր ամեն ինչն ունենք, էլի թող պիտի առաջ տանենք։ Երեք թանգարանների միջազգային օրներ գնացել էի Խաչատուր Աբովյանի թանգարանը։ Քեֆս եկավ այնտեղ։ Հանդիսատեսին հավաքեցին դրսում, ասենց տեղ ունեն իրենք։ Հավաքեց, ես էլ ելույթ ունեցա ճիշտ ասած, եւ իրանք ասում են, բանը, հիմա էլ հանդիսատեսին բան ենք մատուցում, հայկական, ավանդական, ինչ որ բան, ճաշատեսակ, բան, ինչ էր նրա անունը, փոխինց, հասկանում եք, ժողովուրդն էլ մեծ հաճույքով նստած, ուտում էին, այսպիսի բաները ուրեմն պետք է, էլի, պետք է հայկականությունը պետք է մնա Հայաստանում։ Հələ ուզում եք իմանալ դրսումն էլ հայկականությունը ցույց տան։ Դե հիմա այս օրին ենք ասել, ինչ ասեմ։ Հա, մի բանի մասին էլ խոսենք։ Ուրեմն ես հիշում եմ, գիտեմ, որ Երևանում առաջ, ոչ թե Երևանում, Հայաստանում ամենտեղ ասմունքով մեծ նշանակություն ուներ մարդկանց բանի վրա, ինտելեկտի վրա, էլի, այսինքն նշանավոր գրողների ստեղծագործությունները ասմունքով ներկայացնում էին բան։ Հիմա այս վերջերքս կարծես թե այս բանը լրիվ վերացել։ Ճիշտ է, մեծերը ընդունում են, գիտեն, հասկանում են։ Երիտասարդները կարծես թե դրա մասին հետ չեն գիրք չեն կարդում, ճիշտ ասած, եթե գիրք չեն կարդում, ուրեմն նշանակում է գիրք պիտի կարդաս, որ ասմունքներ մոտենաս, էլի։ Դրա համար այստեղ էլ հիմա Երևանում էլի Սամվել Բաղինյանի հետ միասին մեր Սուրեն Քոչարյանյան պետական որ թատրոն էինք սարքել, Սուրեն Քոչարյանյան պոեզիայի թատրոն։ Հիմա այստեղ մեկ գնում ենք այստեղ այնտեղ ելույթներ ենք ունենում, ժողովուրդը իհարկե շատ գոհ են մնում, շատ գոհ են մնում։ Այնպես որ ես կուզենայի, որ այս ժողովուրդը նորից երի վերադառնա իր նախկինին, այսինքն պոեզիային մոտենա, հասկանա, գրողները իզուր չգրեն, էլի, ստացում է, որ իզուր գրողը իզուր իր բանաստեղծությունը գրում է իր համար, որ չես կարդում, ում համար պիտի գրես, այսենց։ Հիմա դուք որ ասեցի գնում եք ու ժողովուրդը գոհ է, այսինքն չկա տարբերություն, մենք հաղորդաշարը մեր իմ տունը քո տուն է, այդ զգացումը այնքան կարևոր է, որ յուրաքանչյուրս Երևանից գանք Ստեփանակերտ, զգանք մեզ մեր տանը, Ստեփանակերտից գանք Երևան։ Այո, այդ է շատ հաճելի կլինի, եթե այդպես լինի։ Դրա համար պետք է էլի եմ ասում, ամենից կարևորը, էլի չբաժանենք մեկս մյուսին, մենք միաբանվենք, քույր եղբայր լինենք, ծնող հարազատ լինենք, ծնող զավակ լինենք եւ իրար պաշտպանենք, իրար թերությունները կարողանանք ներել, իրար կարողանանք հասկանալ, իրար կարողանանք լսել, իրար կարողանանք թեոթիկունք լինել, որ իմ տունը քո տունը լինի եւ հակառակը, քո տունն էլ իմ տունը լինի։